Ուրեմն ինչ հետազոտություն են արել 2008 թվականին են արել, երբ որ ֆինանսական շուկան սկսեց ուղղակի վատանալ, մարդիկ ովքեր որ ինվեստիցիաներ էին անում, երբ որ շուկայի վիճակը լավ է, մարդիկ ավելի հաճախ էին ստուգում իրենց ֆինանսական հարժիվները, քան երբ որ շուկայի վիճակը վատ է։ Այս ինչ է նշանակում, որ մարդը հակված չի վատ նորությունը լսելու, ավելի դրական ինֆորմացիա է գնում։ Մեկ այլ օրինակ 500 հոգու պատահական հարցրել են։ Եթե մեկը քեզ ասի, քո հավերժ կուրանալու հավանականությունը 60% է, մյուսն էլ ասի 40%, որին կհավատաս, ասել էին 40%-ին։ Այսինքն մենք դիմադրողականություն ունենք բացասական ինֆորմացիայի նկատմամբ։ Սա կիրառվում է HR-ում նրանով, որ ասում է աշխատողին անդադ մի ասա, այս չի լինի, այն չի լինի, դու իրան ցույց տու, իսկ ինչ կլինի, եթե հաջողես ինչ կստացվի։ Այս նույնը եկեք մեր ինքներս մեր վրա կիրառենք, այսինքն չափազանց նեգատիվ մտքերով տարածվել է, մեր օրգանիզմը դա ունակ չի ընկալելու, որ այս անեմ, այս չի լինի եւ այլն։ Իսկ ինչ կլինի։ Իսկ միջև հիմա այս 10-ից ինչքան արեցի, ապրեմ ես ու փորձեք դա գրել։ Ֆանտաստիկ դրական է ազդում, այս մեկը ես արել եմ Telegram-ում չաթ է, կոչվում է ժպտալու չաթ։ Բոլոր լավ բաները եւ ձեռքբերումները այդտեղ գրում եմ։ Ամենալղկած ժամանակ կարդում եմ, շատ է օգնում, շատ ֆանտաստիկ էֆեկտ ունի։